Ըստ ՀՄԴ-10-ի այս խումբը ներառում է L50.0-ից մինչև L50.9 դասակարգիչները։ Դրանք են ալերգիկ, դերմոգրաֆիկ, խոլիներգիկ, հպումային, այլ եղնջայտուցները, այդ թվում նաև քրոնիկ եւ պարբերական կրկնվողները, եւ չճշտված բնույթի եղնջայտուցները։ Որպես ընդհանուր տեղեկություն, այս պաթոլոգիաները կարող են հանդիպել բոլոր տարիքային խմբերում, հավասարապես բաշխված են իգական եւ արական սեռի մոտ, երկու սեռի մոտ էլ կարող են հանդիպել նույն հաճախականությամբ, որպես բարդություն դիտվում են անոթային այտուցների առաջացում եւ դրանից կախված հոսպիտալացման պայմանները կարող են տարբերվել, բուժման պայմանները։ Մի դեպքում արտահայտվածային պայմաններում լիարժեք կարող ենք սպասարկել եւ մյուս դեպքում այտուցների պարագայում սովորաբար ցերեկային ստացիոնարու բավարար է լինում։ Եվ նորից կախված բարդություններից մեզ կարող են դիմել ինչպես անհետաձգելի կարգով, այնպես էլ պլանային կարգով, եւ հիմնական բժիշկը, ովքեր որ զբաղվում են այս խնդրով, դրանք ալերգոլոգ իմունոլոգներն են, նեղ մասնագետ, որպես իրենք են նշվում։ Պացիենտները մեզ դիմում են հետևյալ գանգատներով, նշում են մաշկի քոր, այրոցի զգացողություն, կարմրություն, եղնջացանային տարրերի առաջացում, իսկ անամնեստիկ տվյալներով սովորաբար նրանք ներկայացնում են բավական կարճ տևողությամբ այդ ցանային էլեմենտների առաջացում, որոնք կարող են 20 րոպեից մինչև 24 ժամ տևել, ուղեկցվում են քորի, այտուցի, ծակծկոցի զգացողությամբ եւ դրանք ախտաբանական առումով վկայում են մաշկում եղած պարարտիժների ակտիվացումով, որոնք ձերբազատում են հիմնականում հիստամին, ինչպես նաև տրոմբոցիտների ակտիվացման գործոններ, տրիպտազ եւ այլ ակտիվացնող նյութեր, որոնցով եւ պայմանավորվում են այն գանգատները, որոնք որ մենք տեսնում ենք։ Նյարդերի գրգռումը բերում է այդ զգացողությունների առաջացման, կարմրությունը դա անոթների լայնացման հետևանքն է, պլազմայի արտահոսքը միջբջջային տարածություն բերում է այտուցների առաջացման։ Եվ հետևաբար զննման ժամանակ, օբյեկտիվ զննման ժամանակ մենք պետք է գնահատենք մաշկի եւ տեսանելի լորձաթաղանթները, որտեղ կարող են առկա լինել միայնակ կամ բազմակի, տարբեր չափերի, տարբեր մեծության մաշկից բարձրացող հստակ եզրերով վահանիկներ կամ բլիթներ։ Դրանք բավական պնդացած են լինում առողջ մաշկի համեմատ, կենտրոնական մասում կարող են ունենալ դժգույն հատվածներ կամ լինել ամբողջական սոլիդ կարմիր գունավորմամբ։ Հոսպիտալացման ցուցումները կախված է պացիենտի վիճակից եւ երկու իրավիճակ է հստակ դիտարկվում հոսպիտալացման համար։ Դա անաֆիլաքսիայի կասկածով տարածուն եղնջացաներն են, երբ որ պացիենտի վիճակից գնահատելով կարող ենք եզրակացնել, որ կա հավանականություն անաֆիլաքսիայի առաջացման եւ պետք է բժշկական հսկողության ներքո լինել եւ իհարկե անոթային այտուցները սրանց պարագայում եւս կախված թե ինչ հատվածում են տեղակայված, ինչ ծավալի են, որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն, ապա հիմնականում վերցվում են գլխի պարանոցի անոթային այտուցները, որպես հոսպիտալացման ցուցում, իսկ օրինակ վերջույթների պարագայում դրանք կարող են առանձնապես խնդիր չներկայացնել եւ հանգիստ հսկվել ամբուլատոր պայմաններում։ Խորհրդատվության առումով հիմնականում ալերգոլոգ իմունոլոգներն են խորհրդատվությունները կատարում, սակայն հաշվի առնելով մանկական պրակտիկայում նման խնդրի հաճախ հանդիպելը, մանկաբույժները եւս բախվում են այս խնդրի հետ եւ կարողանում են ինքնուրույն լուծել։ Լաբորատոր հետազոտություններից առանձնապես հատուկ սպეციფიկ հետազոտություններ չունենք, ըստ անհրաժեշտության եւ հիմնականում այլ հիվանդությունների բացառման համար կատարում ենք արյան ընդհանուր հետազոտություն, C-ռեակտիվ սպիտակուցի քանակական որոշում, բորբոքման տեսակ ծավալ գնահատելու համար, երբեմն շատ հազվադեպ թիրոտրոպ հորմոնի որոշում վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատման համար եւ կախված հանգամանքից բարդություններ կան թե չէ, տրիպտազի որոշում, որը տալիս է մեզ պատկերացում անաֆիլաքսիայի գնահատման համար, հավանականության գնահատման համար,
սակայն եւս շատ հազվադեպ է դա իրականացվում։ Որևէ գործիքային հետազոտություն նման դեպքում կիրառելի չէ, սակայն ինչ-ինչ իրավիճակներում միգուցե հարկ համարեն հետազոտություններ կազմակերպել, բայց նորից այլ պաթոլոգիաների բացառման համար։ Տվյալ դեպքում բուժումը ներառում է առաջին հերթին հակահիստամինային պրեպարատների կիրառումը նշված սխեմայով եւ կախված պաթոլոգիայի բնույթից դրանք ինչքան կտևեն, հակահիստամինային պրեպարատների նշանակումները կարող են տարբերվել։ Սովորական 1 օրյա դեղաչափը կարող է քառապատկվել, այսինքն օրական ստանալ 4 անգամ ավել դեղաչափ, քան նախատեսված է օրական չափաբաժնով, եւ ընդհանուր բուժման տևողությունը եւս կարող է տատանվել կախված հիվանդության տևողությունից։ Դա կարող է լինել 1 ամսից մինչև մի քանի տարի, կախված ինչքան անհրաժեշտ կլինի բուժում։ Այստեղ կարևոր է նշել, որ հակահիստամինային բուժումը դա սիմպտոմատիկ բուժում է, այսինքն մենք վերացնում ենք խնդրի հետևանքները, այլ ոչ թե պատճառը։ Պատճառագիտական բուժում տվյալ դեպքում նախատեսված չէ։ Շատ հազվադեպ դեպքերում եւ սրանք ներառում են միմիայն բարդությունները, ցուցված է համակարգային ներերակային ստերոիդների ստացում, որպեսզի արագ կանխարգելենք այդ առաջացած բարդությունները, այսինքն անօթայտությունները։